Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք նաև կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել մեր ազգասերների ընտանեկան էջին, ուրեմն բացում եք իմ գլխավոր էջը, վերևում կա Telegram-ի լինքը, կարող եք գրանցվել, գցել ձեր նկարը, գրել ձեր տարիքը եւ ձեր բնակավայրը էջում դեպատ չանել, ում հետ ուզում եք խոսեք, սեղմում եք իր էջի վրա, ոչ թե նկարի կողքը փոքր կլորակի վրա։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել, կարող եք բաժանորդագրվել կամ էլ մեր տուրիստական էջին, որը նույնպես գլխավոր էջի վրա YouTube ալիքը դրված է, որով դուք կծանոթանաք Եվրոպայի տեսարժան վայրերին եւ ցանկության դեպքում մենք ձեզ կտրամադրենք գիտի ծառայություններ։ Սկսենք այսօրվա հաղորդումը բնականաբար էլի Հայաստանից։ Նախ ամենաառաջին ուզում եմ անդրադառնալ Արարատի հարցին, քանի որ Արարատը որպես հայ ժողովրդի պատմամշակութային եւ ազգային նկարագրի համար մեկ կետ հեռացնել է եւ սրա նման հերթական անընդհատ ժողովրդին շանտաժի ենթարկել է, հա, անընդհատ ժողովրդի համար գցել նոր մի ինչ-որ խայծ, որից հետո փորձել այդպես իշխանությունը ցկցկել մինչև վերջ, Նիկոլ Փաշինյանի հերթական այլասերվածությունը բնականաբար մտածված Կռեմլում, որովհետև Նիկոլը իր ուղեղով չի կարող այնքան բան անել, որ անընդհատ ժողովրդին լարված պահի, եւ այս ամբողջ գործողությունների մեջ ինչ ինքը ասում է, որ ցույց էին տալիս, չէ, հեքիաթային կինոների մեջ, որ թագավորը գժություն է անում, բոլորը պետք է անեն, նույնն էլ նրա հետևից հերթով գժություն անելով գալիս են իր թիմի բոլոր անլվա, այլասերված եւ մարմնավաճառները։ Ես չեմ ասելու այն ապրանքների մասին, որոնք իակամա դարել են պատգամավոր կամ բան, ուղղակի մի բան եմ ուզում ցիտեմ, որ ավելի վիրավորական է ժողովրդի համար ու ինադու են ամեն մեկը Նիկոլից առաջ ընկնում, որ հետագայում պատժվելուց առաջին իրենք պատժվեն, խոսքս գնում է Հայկ Կոնջոլյանի համար, որ ասում է, որ ժողովուրդին չեք խառնվել, ինչը Հայաստանի տարածքում չի, մերը չի։ Ուրեմն դե արին միասայ հայ ժողովուրդը Կոնջոլի գլխիդ։ Նույն հաջողությամբ դու ասում ես ինչը մերը չի, մենք չենք կարող ասենք մերն է, քանի որ մեր տարածքում չի։ Տոլման հայկական հաստատված պատմական ուտելիք է, պատմական սննդի մշակութային ուտելիք է, թուրքերն են սարքում, ուրեմն թուրքերի մոտ սարքում են, դա մերը չի, հա, դե գնա թուրքերին ասա մի սարքեք, դա մերն է։ Լավաշը հաստատված դարավոր հայկական հաց սնունդ օգտագործում են թուրքերը, Կովկասի մյուս ժողովուրդները մինչև Միջին Ասիա, արաբներն էլ։ Գնա ասա ձերը չի։ Կարա սարքել ես, ասա ձերը չի, ինչի դրա համար չես պայքարում։ Եվ մնացած այլ միջոցների համար ինչի չես պայքարում։ Ժողովրդական գործիքները դուտուկը հայկականա օգտագործում են բոլորը, դե գնա պարտադրի, ասա ձեր տարածքում չի եղել, ձերը չի։ Որ ասում եմ, փնթիության եւ արվամոլության գերագույն աստիճանի համար պայքար է գնում Հայաստանում, հետո ասում են գադիկ, ինչ ես այդպես բառեր օգտագործում։ Հաջորդը նորից մեջ այնկել են սիլիկոնովի են պարվան, մազերը կարմիր նեկարած Մարիաննա Պողոսյանը, Մարինա Պողոսյանը, ինչ սև շունը, այն սարքող Նիկոլի էժան մարմնավաճառները ձերի մի բան է փողատալի գնան, ասում է ժողովուրդ, Արարատը դա հայերեն բառ չի, դա հին եվրայերեն բառ է։ Այ սրան ինչ ասես, էժան կոշիկի տակի կեղտ։ Դու եվրայերեն գիտես կամ երբ ես լսել, որ Արարատը եվրայերեն բառ է։ Արարատը մաքուր հայերեն բառ է, որ առաջացել է արարիչ, կամ այր, տղամարդ, երկու այր եւ ատ, այսինքն տղամարդկանց զինվորների այրերի արարիչի զավակների տեղ։ Դե մի այս փնթիները, որ հələ տեղեկություն ունեն, սրանք բոլորը Նիկոլի թիմի փոխստացողներն են, որ ամեն ինչ անում։ Իսկ նույն պահին Հայաստանի հայ ժողովրդի վեհափառ կոչեցյալը հանդիպում է Հռոմի պապի եւ կարդինալների հետ։ Ինչ լինում է Հայաստանում ամենածանր պահին ինքը չկա։ Տեսեք, պիտի այս համակարգի մեջ մտած վեհափառը հեռանա միանշանակ, նա հայ ազգի թշնամի է, այո, բացատրություն։
Արցախի հանձնվելու ժամանակ երկրից թռնումա գրվա Հայաստանի թշնամի Պուտինից, որը ամեն ինչ կազմակերպեց, ստանումա սատանիստական մեդալ խփումա դոշ։ Հայաստանի պատերազմի ժամանակ բերանը փակ գնում ստեղից թռնումա։ Հայաստանում ծանր իրավիճակալում Եղեռնի հուշարձանը քանդում են, ինքը փախնում է Շվեյցարիա։ Հայաստանի ծանր վիճակ Արարատը հանվում է, ինքը բան չի ասում, փախնում է էլի Հայաստանի թշնամի Հռոմի պապերի հետ հանդիպման, որոնք Ալիևի քիփն են, Ալիևին են գովում, Ալիևն անորոքում նրանց ջհուդական կենտրոնը եւ այլն։ Հարց. Հռոմը Հայաստանին միշտ վնաս տվել է, Հռոմի պապը, ոչ թե Հռոմ պետությունը, Հռոմ պետությունն է, Հռոմի պապն է, միանշանակ, քանի անգամ հայերին կոտորածի քաշել, Կիլիկիայում, Պոլսում եւ մի շարք տեղերում, դու ինչ ես ամեն անգամ թռնում հայ թշնամիների ծոցը, վեհապար դու գնալու ես, Գարեգին B եւ Եզրաս աղբեր ու քո այն մորկուրի տղեկ բան, որ դրել ես Արագածոտնի եւ մնացած թեմերի ղեկավար, դուք գնալու եք նույնիսկ դատվելու հանցագործության համար։ Այսպես պետք է լինի։ Տեսեք, հայ ազգի բոլոր թշնամիները պետք է գնան։ Հաջորդ հարցը ինչի համար եմ ուզում խոսել Հայաստանից, որը բավական հետաքրքիր ուշագրավ է, Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել, որ Նիկոլ Փաշինյանին էլ հարցաքննեն։ Հիմա ինչքան Նիկոլ Փաշինյանի մոտ շուրջապատում գտնվող արվամոլներ կան, հանձինս Բաբաջանյանին, վայ էսի թուրքերին գործա տալի, Բաբաջանյան, բա դու Նիկոլդ բերաններդ բաց պարկած եք թուրքի տակ գիշեր ցերեկ, ասում եք թուրքը մեր աղբերն է, այդ Բաքվի դատարանում հարցաքննվելուց Նիկոլդ վախեցել է, քո նման փնթունակց է, շատ ես Նիկոլի համար մտածում, դու գնա Բաբաջանյան, կակրաս քովրովա, թուրքերն է տղա են սիրում, իրանց ազգային հիվանդությունն է, Աթաթուրքի գնա, թող ընդեղ օգտագործեն քեզ։ Այդ ինչ ես վախեցար խառնվար, այդ չծառայած բախած լրբի տղա։ Նիկոլի համար ես վախում, դե գնացեք միջնորդություն արա, ասելա Նիկոլին նկանչը քննելու լիքը հարց կա։ Դե գնացեք քննվեք, ձեր աղբոր ծոսն ամեն օր ասում եք հարևանի հետ պետք է վատ չլնել, հա, նկարիչացներ պատից ինչը խանգարում է։ Էմյուս այլասերված աղքի նախագահ Արմեն Գրիգորյանը, որ Հադրութում է ծնվել, Հադրութում այն Շուշիի բերդում հարսանիք արես, չասեմ ինչ ելնես այդ բերդի տակ, բա գնացեք, ձեր ծննդավայրն է, թուրքերի հետ աղբերություն պաչիկ-պուչիկ եք, ամխեք վախեցել, վախեցել եք Նիկոլը դողոմա, ինչքան կողքը գոմիկ կասում ելեք մի բան ասեք, էթո գնաք, ես համաձայն եմ, որ Ռուբեն Վարդանյանի տված միջնորդությանը, Նիկոլ դու գնաս Բաքու, մի հատ հասնես տեղ, ինչ որ պետքա ձեզ թմով անեն, բոլորդ պետք է գնաք, Ռուբեն Վարդանյան չի, ասի որ Նիկոլը, Քոչարյան Ռոբերտը, Սերժը, Լևոնը բոլորն էլ թող կան, հələ մի հատ կոլեկտիվով գնացեք Բաքվի բերդի տղեկին մի քիչ ուրախացրեք, ձեր ինչ անենք, ձեր տղամարդնիկներն եկեք գնացեք։ Այդ ոնց վախեցաք դուք վրաս։ Թաթարի իմաշտին բան չի, բայց ես շատ կուզեմ, որ գնալները տնի, գալները չլնի, Նիկոլին էլ, Արաբաթին է, մյուսին է, մյուսին։ Հաջորդ հարցը ինչի համար ուզում եմ խոսեմ, անընդհատ խոսում ենք, բայց բարձրաձայնման ընդհանուր փազլ կար։ Նախ ասեմ ձեզ, որ Քոր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյան, որի որդին նշանակվեց այս ջհուդական կլանի, որը նույնպես ջհուդական կլանի անդամ է, ժողովուրդ ջան, Վահան Փափազյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բնականաբար Քոչ Սերժն էին մեջի, հիմա Նիկոլի Ավինի միջնորդությամբ ներկայացվել էր այդ Ավինյանի Անիֆի ղեկավար։ Իմ ինչ եմ սրան անդրադառնում, իմիջիայլոց սրա մեջ է փայեր արջուկս բռնես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, որին մինչև վերջ սրտի դոշի մեջ հայ ազգի եւս մի թշնամի Սերժ Սարգսյանը պաշտպանեց բերեց ու 5 վայրկյանում Նիկոլն էլ ընկալեց։ Սրանց միջնորդությամբ Վահան Փափազյանի տղեն նշանակվում Անիֆի ղեկավար, որը միլիոններ է լվացվում, եւ հետո այս Փափազյանը Հայաստանից ջհուդները նորից փախցնում են, եւ փախած մարդուն, որը Հայաստանում դատական process-ի տակ է, նշանակում են Պաղեստինի ժողովրդի սննդի ղեկավար ջհուդների միջնորդությամբ եւ ամբողջ արաբական աշխարհին փորձում են թշնամացնել հայերի հետ նրա համար, որ տեսեք հայը նա ձեզ սնունդ չի տվել։
Մենք չենք, հայ են, ջհուդը ինչ գործ ունեն։ Ուրեմն հիշեցնում են բոլոր արաբ ժողովրդին, իմիջայլոց այսօր Արտակն էլ արաբերեն հանդես կգա, Սարգսյան Արտակը, որ շատ պարզ լինի բոլոր արաբների համար, մենք մեր կուսակցության, մեր ազգասերների խմբի եւ ընդհանուր անունից ասում ենք, Հայաստանի հայ ժողովուրդը ամբողջ աշխարհում արաբ ժողովրդի հետ ընդհանրապես ոչ մի կոնֆլիկտ չունի։ Դարերով հայերը ապրել են ու մինչև այսօր ապրում են եւ իշխանության մաս են կազմում շատ արաբական երկրներում, այդ թվում նաեւ Լիբանան, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Եգիպտոս եւ մի շարք այլ արաբական երկրներում, այդ թվում նաեւ Սաուդյան Արաբիա եւ մնացած այլ երկրներում։ Հայերը արաբների հետ խնդիր չունեն։ Սա պաշտոնապես հայերին ու արաբներին կռվացնելու հերթական ջհուդական ծրագիրն է։ Այնպես որ ազգանունը կլինի Փափազյան, թե Մուղդուսյան, թե Սեֆիլյան, թե Սեֆշուն, սրանք բոլորը աշխատում են ջհուդի տակ։ Այնպես որ հայ ազգի եւ արաբների մեջ սեփ խրելու հերթական գործն է սա, որը հասունանում է արաբական երկրներում էլ ինֆորմացիան ծրում են, որ հայա դժգոհությունը առաջացնելով արաբներին հայերի հետ իզուր բախման տանելու համար։ Պարզ է։ Ասում եմ, սրա հեղինակներն են Լևոն Տեր-Պետրոսյան, Տիգրան Ավինյանի միջնորդություն, Վահան Փափազյանով եւ այլն, բնականաբար Նիկոլ Սերժ Քոչարյան եւ Արջուկս Բռնես Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյան։ Հասկացաք, չէ՞ այս ամբողջը։ Հիմա կանադառնամ մեկ այլ միջազգային լուրի, որը բավական այսօրվա վրա շատ բովանդակալից է։ Նախ ասեմ ձեզ, այս ընդհանուր խառը իրավիճակում, որտեղ մեկը մեկի դեմ փորձում է պայքարի աշխարհը փորձում են տանել նոր քաոսի, որպեսզի զենքի առևտուրը շատացնեն, աշխարհում մարդիկ շատացել են, փորձեն քաոս ստեղծել, որ մարդկանց առևտուրը շատացնեն, հիմնականում սա գնում է այսօր Եվրոպայի վրայով են փորձում Եվրոպային կռվի հանել, սա ունի իր հետևանքներ։ Քանի որ երբ որ չես կարողանում տիրապետես աշխարհը ստաբիլ է գնում, քո սատանայական ծրագրով չի գնում, քեզ պետք է պատերազմներ, որպեսզի կարողանաս բոլորին խառնես արանքը քո պղտոր ջրում քո ծուկը բռնես։ Նույնը վերաբերվում է այսօր հենց Լեհաստանի հենց այնպես չեղավ, որ Պուտինի ջհուդական կողմը խփեց Լեհաստանին, որն էլ Լեհաստանում հավաքվել են Եվրոպայի մի շարք զինվորականներ, բանակի մի խումբ բանակ եւ անում է 30,000-ից զորավարժություն, որի նպատակն է պահպանել Սուվալի Միջանցքը, այսինքն այդ Բելարուսից դեպի Լիտվա գնացող ճանապարհներ, որը փագա, եւ պաշտպանել Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի սահմանները, որպեսզի ռուսական ոտնձգություն էլ չլինի։ Քանի որ ինչ վերաբերվում է Լեհաստանի կողմից ագրեսիային դեպի Ռուսաստանը, ես բազում անգամ ասել եմ, սա պայմանավորված է նրանով, որ Լեհական Ռեչպոսպոլիտա պետությունը իրար մեջ ձևեցին, բայց հետագայում մայրաքաղաքը եւ ամբողջական մասը մտավ ռուսական կայսրության մեջ։ Եվ բոլոր պատերազմները, ելի եմ կրկնում, հրահրվեց հենց լեհերի ձեռքով, որպեսզի հետ բերեն իրենց տարածքները, բայց այդպես էլ չի ստացվում, քանի որ Լեհաստանի Ռեչպոսպոլիտայի մասին հատուկ մեծ հաղորդում եմ արել, քանի որ բացի նրանից, որ այս կայսրությունը Եվրոպայի լավագույն մեծն էր 12-13, 14-րդ դարերում, բայց չունենալով բնական պատնեշ տարբեր կողմերից, ինքը լինելով հարթավայր եւ պաշտպանված չլինելով թշնամիների կողմից, հիմնականում պրուսացիների, գերմանացիների եւ ռուսների, ընկավ նրանց ձեռքը։ Իսկ այսօրվա դրությամբ Եվրոպան պատրաստվում է պատերազմի միանշանակ։ Բոլոր երկրները, ինչպես նաև Գերմանիան, սկսել է շատացնել Շվեդիան հետը սննդային պաշտպանության հարցը, քանի որ ամեն երկիր իր կողմից տրամադրում է մի քանի 100 միլիոն, հələ տեսեք, Գերմանիա կռիվ չկա, Շվեդիա չկա, այս մարդիկ մտածում են երկիրը պատերազմներից սննդային պաշտպանելու համար, այսինքն որ սով չլինի։ Այսինքն ամսական մոտավորապես 100-150 միլիոնի սնունդ են կուտակում առաջին անհրաժեշտության եւ չփչացող։ Հայաստանը պատերազմի իրավիճակում է 4 թշնամի հարևանների մեջ, բոլոր իրան հայոյում են, Հայաստանից կտորներ են ուզում, իսկ Հայաստանի թուրք 4 ղեկավարներն են 35 տարվա։ Հայաստանը փորձում է մղել, ասելով որ բոլորը մեզ բարեկամ են, մի թշնամացեք եւ այլն, որը չի ստացվելու։ Հայաստանում ռևանշ լինելու է միանշանակ։
միանշանակ։ Ես դեռ չեմ բարձրաձայնում ինչ կլինի և ինչպիսի ճանապարհներ են նախատեսել Նիկոլեն, բայց շուտով ամեն ինչ կգա կընկնի իր տեղը։ Շարունակենք խոսակցությունը, շարունակենք այս ընդհանուր իրավիճակի վրա կառուցվող նոր մարտահրավերների տեսակը, տեսեք։ Ուրեմն արտահայտման կարգով ռուսական հատուկ ծառայությունները լցրին ինֆորմացիա, դե ժողովուրդ ջան, գիտեք ոնց է, երբ որ լսում են ինֆորմացիա, դա լսում են ընդհանուր լրատվական, բայց որ ասեն մենք չենք, ոնց որ ժամանակին հետո կլսնեն Նիկոլ Փաշինյանի արածներ ու էլի կասեն մենք չենք։ Որ Ադրբեջանի բանակային ռազմական տնտեսությունը, որը կրկին անգամ մեծացավ, Ադրբեջանը պետությանը ներքին պարտք ունի մոտավորապես 20-25 միլիարդ ու գնալով դա շատանում է իր պարտքերը, ներքին պարտքերը ժողովուրդ հասկանում եք, չէ՞, եւ ունի արտաքին պարտք եւ ունի ներքին պարտք։ Այսինքն մի քանի 100 միլիարդի պարտքերի դեպքում Ադրբեջանը եւս ներքին պարտք կա վերցրել, որպեսզի բանակը զինի մոտավորապես էլի մի 5 միլիարդի սենքով։ Ինչ ասա, Արտակ Սարգսյանը այն օրը հաղորդումում լավ ասաց հրեաները 5 գրում էին 1 տալիս են, ռուսները 1 գրում էին 5 տալիս են։ Նույնն էլ սա է լինում։ Հիմա էլի նույն process-ն է, որ 5 միլիարդ գրվի, բնականաբար չգիտեմ ինչքան ստացվի, կարող է 1 ստացվի, կարող է 2 ստացվի։ Ամենայն դեպս, որ Նիկոլ Փաշինյանի քոչվորի հոգին ասում է Հայաստանի բանակ պետք չի, Ադրբեջանը զենքը շատացնում է, կապ չունի ինչքանով։ Բայց շատացում է, դոկտրինա է մշակել, որի հաշվին էլ բնականաբար երկրում սկսում է անհնազանդությունը, քանի որ փողն չկա եւ անսահմանափակ բարձրացնում է տարիֆների գինը։ Ինչի, որովհետև չի կարողանում ոչ մի հարց լուծի։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի իրավիճակին կռիվ կլինի թե չէ, օրինակ Թուրքիան չի կարողանում այսօրվա դրությամբ չլինելով ոչ մի պատերազմի մեջ, չի կարողանում վերահսկի իր բյուջեն։ Բառացի չի կարողանում, ինֆլյացիային չի կարողանում կանգնեցնել, ինքը պատերազմի մեջ չի, Սիրիայի հարցը չլուծվեց, քրդերի հարցը չլուծվեց, հայերի իր տարբերակով հարցը ինչքան էլ Արարատը կնիքից հանեն չի լուծվում, որտեղ իր ուզած ուրիշ բան է։ Եվ այս ամբողջ գործողությունների մեջ եւ իմիջայլոց Ամերիկայում էլ որ փագին արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունները ընդմիշտ, այսինքն ծրագիր է գնում, որի ընթացքում տարածքում քաոսը պիտի սարքեն։ Այստեղ կարևորագույնը Հայաստանի պաշտպանվածության հարցն է, ինչ կարգի Հայաստանը պաշտպանված կլինի։ Համենայն դեպս ես չեմ ուզում շատ բան ասեմ, Հայաստանի եւ հայ ժողովրդի եւ հայ կռվող տղեկի ոգին ոչ մեկ չի կարող կոտրի։ Նիկոլ չլինի, արդեն իմ հիացմունքը նա է, որ ինչքան էլ Նիկոլը փորձի սենց լրատվական դաշտում իրեն ինքնահաստատվել, ինքը սահմանին ու իր ինչ ասեմ, գեներալներն ու փնթիները սահմանին զրո են։ Այսքանը ինձ թվում է բոլորիդ հասկանալի կլինի, շատ բան չբացահայտեմ։ Զրո են ուղղակի սահմանային տղեկի մոտ նրանք գոյություն չունեն ցեխի հավասար բաներ։ Ինչ պետք է լինի այս տարածքում, ոնց են մշակել այս տարածքի քանդել, այս արդեն տարբերակներ ասել։ Կամ մեկ այլ տարբերակ, տեսեք։ Փորձում են հիմա էլի ջրուտների կողմից ցուցադրել, երեք ներկայացնել եմ իսլամի մասին, այսօր կներկայացնեմ հիջաբի մասին, որը բավական հետաքրքիր է ու բնականաբար ներկայացվում է արաբների կողմից, բայց հիմունք ով է տվել ջրուտները, ինչ է իրենից ներկայացնում հիջաբը եւ ինչու են գլուխները փակում։ Բանն այն է, որ հիջաբի մասին իրական տեղեկություն, եթե մենք վերցնում ենք իրոք հին պատմական տվյալներից, հիջաբը որպես այդպեսին հագուստ շատ է օգտագործվել անապատային ժողովուրդների մոտ, ոչ թե նրա համար, որ կանայք լրիվ իրենց փակեն, այլ օգտագործվել է նրա համար, որ անապատում, գիտեք, փոշու փոթորիկներ է լինում, գլուխները ծածկեն, դեմքը ծածկեն, ավազը չլցվի։ Սա է հիջաբի ամբողջ պատմությունը։ Թե ինչպես այն մտավ Ղուրանի մեջ ոչ մի տեղ չկա, ընդամենը 7 տեղ է հիջաբը նշվում, որը հիշատակվում է, որ այն կանայք, որոնք մարմնավաճառ չեն, պիտի գլխաշորով ծածկեն նաև իրենց կրծքերը, իսկ քանի որ շոքեր միշտ կրծքերը բաց են հագել, այսինքն այսպես էլ բաց են հագել, հին Հռոմում է բոլոր տեղերն են, իսկ որ ամբողջ մարմինը փակած լինի չկա։ Վերցնելով սա, օգտագործելով կրկին անգամ էլի ջհուդների հորինած իսլամի միջոցով, օգտագործելով փակելու, բռնանալու եւ ամբողջ ծրագրի մեջ, ինչպես նաեւ ես այս մասին խոսել եմ, դրա տակ օգտվելով մի շարք տղամարդիկ իրենց այլանդակությունները փակելով կնոջ շորի մեջ
այլ կանանց տուն գնալու համար, սա մտցրել են օրենքի մեջ։ Բայց հիշեցնեմ ձեզ, որ Իրաքում եւ մի շարք մամեդական երկրներում հիջաբ կրելը համարվում է ոչ անհրաժեշտ օրենքով դատապարտելի, քանի որ տերորիստները, վերջին իսլամական պետության տերորիստները բոլորը միասին հիջաբները հիջաբ հագած տղամարդիկ հիջաբ հագած գնում էին տերոր էին անում։ Դրա համար Իրաքն էլ արգելեց։ Բայց տեսեք, ելի կգնամ մուսուլման եղբայրներին, որի հիմնադիրը ելի գալիս է Էրդողանի կուսակցությունը, որոնք պապեպապ եկան այդ ֆանատ թուրքերից 1925 թվականից Քեմալ Աթաթուրքից հետո այդ ֆանատ թուրքերի մի ուղղությունը գնաց հենց այդ ճանապարհին։ Ուրեմն, քանի որ մուսուլման եղբայրները հիմնականում թուրքական թևն է եւ փորձում է մուսուլման եղբայր անվան տակ, ոնց որ մասոններն են, չէ, ասում են կրոն չկա, ազգություն չկա, բոլորս հավասար են։ Գողականների մոտ, չէ, ազգություն չկա, լավ տղա է։ Նույնն էլ մուսուլման եղբայրների մոտ, այսինքն մամեդականների մեջ ազգություն չպետք է լինի, բայց ֆինանսավորումը փողը գալիս է հիմնականում Թուրքիայից ու ելեմ կրկնում Կաթարից երեք եմ ասել։ Եվ այս մուսուլման եղբայրները դեռ վաղուց փորձել են բոլոր երկրների տարածքում, որտեղ իրենք վերել են անունը դնելով իսլամական դեմոկրատիա, ոնց որ Էրդողանն ասում, այդ դեմոկրատիան միշտ վերածվել է արյան եւ պատերազմի։ Հիմա նույն իսլամական դեմոկրատիայի անվան տակ այս ամբողջը մտցնում են Ադրբեջան։ Ադրբեջանում հիջաբ կրելու համար դատ է հասնում, քանի որ Ադրբեջանը ինքը աշխարհիկ պետություն չէ, ինքը ջուդական պետություն է, դրա համար էլ այդ օրենքը հենց սկզբից են ընդունել։ Ուղղակի դատ է հասնում, եթե տեղի ադրբեջանցին հիջաբ կրի, դատ է հասնում։ Եվ հենց այս իսլամական եղբայրությունը, որի հիմքի վրա դրել է Էրդողանի ֆանատիկ մամեդականությունը օգտագործելով որպես ձեռքի զենքը, սա չի կարող Ալիևը դեմը կանգնել, քանի որ այնտեղ կան ոչ միայն ազգությամբ քոչվորներ, հա, որ իրանց ադրբեջանցի են համարում, այլ կան այլ ազգեր, իսկ այլ ազգերի մոտ կրոնական քողի տակ պատերազմ սարքելը շատ հեշտ է։ Հիշեցնենք Չեչնիայում արաբ խոտաբի, սև արաբ խոտաբի գործողությունները, որը կազմակերպվեց բնականաբար էլի KGB-ն փայեր, բայց ինչ արագ վերցրեց վեր հենց սև արաբ խոտաբի կատարած գործերը, որտեղ խոտաբը ինքը ավելի շատ փողներ տիրում, դրսից արտահոսներ տիրում եւ իրենից ավելի շատ էին վախենում, քան տեղական չեչենական ղեկավարներից։ Նույնն էլ այստեղ է, հիմա Ադրբեջանում ներմուծում են Քոչվորստանում, ներմուծում են մուսուլման եղբայրների սիստեմը։ Ինչ է մուսուլման եղբայրների սիստեմը, բնականաբար ֆանատության վրա կլինի ջիհադ, կլինի ընդհանուր պատերազմ թշնամու դեմ եւ ինչպես նաեւ Պակիստանից եկած այդ ֆանատ ուղղությունները, բայց անենց չի, որ ժողովուրդ ջան, գիտեք, այս ուժերը փորձում են բերել Քոչվորստան ու բոլորը sense նայում են, սպասեն, տեսնեն ինչ է լինում։ Առաջին հերթին սրա ճանապարհային ամենաառաջին, ոնց ասեմ, այսպես կոզիրները տվել են, որ պայթասնի, հենց Իրանին։ Ինչի, հենց այնպես չի, տեսեք, շախմատը sense օրենք ունի, Ադրբեջանի տարածքից խփվել է Իրանին, բայց Իրանը պատասխան չի տվել, ինքը ունի պատասխան տալու, անկախ նրանից Իրանը վախկոտա, ջուդինգերա, թե ինչ է, ինքը պետք է պատասխան տա, որտեղ մուսուլման եղբայրների գործողությունը, ինչպես նաև որ Համասը նույնն է, ինքն է, սա խփելու է էլի տարածքում ջուդների շահի։ Իսկ ինչպես ներկայացրեցին ջուդները, երեք էլ ասեցի եւ այսօր էլ են ներկայացնում, էլի լսում են ինֆորմացիա, որ Ադրբեջանը մեր վերահսկողության տակից գնում է դեպի թուրքական վերահսկողություն, որն է տարածքում ուսում է ստեղծի մամեդական քաոս, հաշվի առնելով ժողովուրդ ջան, տարածքի 550 միլիոն արաբին, եթե հաշվենք իրենց ասած թվերով 80, 90, 170, 180 միլիոն թուրք, պարսիկ եւ մնացած այլ մամեդականներ։ Այսինքն տարածքում մոտավորապես 700 միլիոն կամ 1 միլիարդ մամեդականի ընդհանուր ձևով փորձում են ստեղծել մի հատ քաոս, որտեղ բնականաբար Հայաստանի նման պետությունը էլ չասեմ Նիկոլ Փաշինյանի նման ոչխարով ուղակի մի կում ջրով կուլ կգնա, ինչպես նաև Իսրայելը, որտեղ էլ եմ ասել ու կկրկնեմ, Իսրայելին այդքան փամփուշտ չի հերիքի, որ ինքը կարողանա խփի բոլոր կենտրոններին։ Եվ դրա համար էսա տարբերակը, որ Իսրայելը փորձում է ճիշտ տակից խաղեր տալ, առաջ բերելով հայկական հարցը, որպեսզի կարողանա
հայկական հարցով վախեցնել կանգնեցնել, ինչու՞ չէ նաև ռևանշ տալ հայերին, որ մի պահ իրեն մոռանան, հայերը հարձակում անեն, հայերը տարածք վերցնեն, հետո ամեն ինչ լինի։ Եվ հենց այս պայմաններում հիմա Հայաստանի Նիկոլա Նմանի նվաստացումը բերում է նրան, որ Նիկոլա ամեն ինչ անում է, որ ինքը գնա։ Ժողովուրդը չի տրվել այս շանտաժին։ Շանտաժին տրվում են նրանք, ովքեր Նիկոլա նման են, ուրախանում են եւ փորձում են սա թեժացնել նաեւ սուտ ընդդիմությունը, որպեսզի հասցնեն նրան, որ երկրում քաոս կա, քանի որ սա էլ կողմա ռուսական ծրագրին, այսինքն եթե Հայաստանը քաոս եղավ, Ռուսաստանը զորքը մտցրի, ասի արդեն ներսը իրար էին ուտում, ես եկա հաղթելու, էլի բոլորը գոռան Պուտին խերոս, ռուս խերոս։ Իրական, պարզա չէ, այսինքն ընդհանուր գործողությունների ֆոնի վրա գոյություն ունի այսպիսի բան։ Ցանկացած այսօր ցանկացած երկիր մեկը մյուսին բարեկամ չկա, ուզում են մեկը մյուսի երկիրը պայթեցնեն, որպեսզի այդտեղ իրենք ինչքան կարող են օգուտ վերցնել։ Սրա համար մեր հայ ազգի գլխավոր շահը մնում է հանուն Հայաստանի ապրելը, հանուն Հայաստանի արարելը եւ միասին միահամուռ դուրս գալ համազգային առաջինը ներքին թշնամիների դեմ։ Լևոն, Քոջ, Սերժ եւ Նիկոլ։ Երբ որ բոլորս միասին ինքնագիտակցում ենք, որ բոլորը միասին են, այս թշնամիները, մեզ նրանց հեռացումը ավելի հեշտ է լինելու։ Ճանապարհների մասին լրացուցիչ կասեմ հետո, քանի որ ինչն է բարձրաձայնես, բնականաբար ոնց որ դու շանս տաս, որ իրենք դրա դիմաց պատրաստ են։ Դրա համար դա հիմնականում չեն բարձրաձայնում։ Բայց որ փորձում են Հայաստանում ստեղծել մի հատ քաոս, սա միանշանակ է, ու փորձում են ստեղծել հենց տեղացիները։ Իհարկե օտար ուժերի օգնությամբ, բայց այնպես չի, որ բացի Հայաստանից կողքը բոլորի մոտ լավ է։ Նույնը սարքում են Վրաստանում, տեսնում եք ինչ է կատարվում, նույնը սարքում են Քոչվորստանում ավելի բետար ձևով, ջուրը թանկացրել են, նավթը թանկացրել են, ամեն ինչը աշխարհում բենզին ու նավթը էժանանում է, Ադրբեջանում թանկանում է։ Ու էլի թանկացնում են։ Թուրքիայում նույն վիճակն է։ Նույն վիճակը քաոսային փորձում են ստեղծել Իրանում, նույն վիճակը էլ չասեմ Եվրոպայում, ով կմտածեր, որ Եվրոպայում այսօր Գերմանիան պետք է հանի 15000 զորք ուղարկի Լեհաստան, որպեսզի սահմանի վրա կռիվ չլինի, իսկ Գերմանիայի զորքը այսօրվա դրությամբ 200-205 000-15000 որ ուղարկեց, ամեն տեղ որ ուղարկի ուր կմնա։ Բայց Իրան ով պաշտպանի, ստիպված պիտի սկսի զորահավաք։ Միջոցները ժողովրդից օգնության միջոցները կրճատում, զորքերին տրամադրում եւ այլն։ Պարզա չէ, նույնն էլ Ամերիկա, նույնն է մյուս, այսինքն քաոսի ստեղծումը շարակցական է։ Ոչ մեկ չի կարող ասել ինքը ապրում է Աֆրիկա կամ Ավստրալիա, լավ կլինի թե չէ։ Որովհետեւ այսօր տեսնում եք անակնկալ մի տեղից մի հատ հրթիռ թռնում ու վերջ այդ երկիրը քանդվում է։ Կատարի նման պատերազմ չտեսած երկիրը մի հրթիռով սարքեցին շատ երկրներ, շատ հարուստ կամպանիաներ իրենց ինվեստիցիաներ ուզում են հանեն արդեն։ Դրա համար էլ արաբական խորհուրդն որոշել, որ Կատարը պահպանեն, քանի որ Կատարը իրենց ներկայացնում է ոչինչ, պետական գաղափար չունի, ինքը փողա փողի համար։ Այդ պետությունը կոչվում է փող փողի համար։ Ոչ ազգային գաղափար, ոչ ազգություն, ինչ ազգության մասին է խոսքը։ Ինչ կատարցի, դա մի հատ խումբ է մարդկանց, որոնք նավթի վրա նստել փող են հանում, ոչ պետական գաղափար, ոչ մշակույթ, ոչ մի հատ խելացի բան, աշխարհում ոչինչ չի արտադրվել, Կատարը միշտ եղել է աղբանոց։ Բառացի աղբանոց 1901 թվականին բնակչությունը 3000 է եղել, ժողովուրդ։ Քոչվորների տեղն է եղել, նավթը չգտնվեր, այսօր էլի կլներ թողնել մի 20000։ Այնպես որ որպես պետություն արհեստական ստեղծած այդ տարածքը այսօր պահպանում են նրա համար, քանի որ ինքը տարեկան ասում եմ 77-ից մինչև 100 միլիարդ նավթի ավելցուկ է տալիս եւ օգնում է մնացած երկրներին։ Այսինքն այսօրվա ընդհանուր այս խառը վիճակի մեջ մի հատ բան գոյություն ունի։ Գոյություն ունի առճակատման կետեր, ժողովուրդ, որտեղ ամեն մեկը փորձում է իրենը առաջ քաշի ոչ միայն աշխարհի վրա, այլ նաեւ մյուս պետության տարածքում։ Ինչքանով կհաջողվի մեզ դիմակայել, սա կախված է մեզնից։ Մենք պիտի պայքարենք մեր ազգի, մեր երկրի համար, անընդհատ ուշադիր լինելով, չտրվելով ոչ մի սադրանքի, բայց ուշադիր լինելով կանգնած մեր Հայաստանի ամեն մի հարցին պաշտպանելու եւ ինչու՞ չէ նաեւ ռևանշ անելու համար, որի մասին լրացուցիչ ինչ որ բաներ կասեմ ամբողջ ծրագիրը չեմ բացահայտի։ Այսքանով ավարտում եմ այսօրվա ծրագիրը, հարգելիներս, մաղթում եմ ձեզ լավոր հիշեք, Աստված պաշտպանում է նրան, ում մեջ Աստծո լույսը վառում է։ Իսկ Աստված լույսը տալիս է նրան, ով հայ է, իսկ Աստծո անունը ինքը հայ է։
հայ սրտի ուղեղի մեջ է, դրա համար հայը միշտ տարարիչ է, իսկ քոչվորն ու ջուդը միշտ քանդող է։ Դրա համար ով որ փորձում է փողով ծախվի, նա գնում է այդ քանդողների մեջ։ Ուշադիր նայեք Հայաստանին է, չէ՞։ Ամեն ինչը քանդում են, տնտեսությունը քանդում են, սա քանդում են, եկեղեցին քանդում են, եսի մշակույթը քանդում են եւ այլն։ Ովքեր են։ Ջուդի զավակներ, սատանի ծնունդներ, ջուդ կամ քոչվոր։ Դրա համար Աստված թող իրական հային պաշտպանի, Աստված թող Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիներին միշտ պատժի։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Բաբերդում, Կարինում, Արդահանում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն